Ինչ է սպասում 2025 թվականի 2026 թվականին ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Մեր ցուլերը շատ հանդարաշարժ են, իրենք մինչև մի որոշում կայացնում են 10 անգամ չափում, խծում, բռնում են։ Ճիշտ է, դա լավ իրավիճակ է, բայց շատ դեպքերում նման դանդաղ լինելը չի թողնում, որ արագ ձևով մեր ցուլերը կարողանան իրենց երազանքներին, իրենց նպատակներին հասնել։ 2026 թվականը ինքը հրեղեն ձիու տարի է և այս հրեղեն ձիու տարին նույնպես ազդելու է մեր սիրելի ցուլերի վրա, իրենց մեջ տարօրինակ, իրենց էներգիային ոչ համապատասխան արագաշարժություն է մտնելու և այդ արագաշարժությունը հնարավորություն է տալու, որ ցուլերը արագ որոշումներ կայացնեն, հաջողությունների հասնեն, շատ չնստեն, սպասեն, ընդհանրապես 2026 թվականը դա արագ զարգացման ժամանակահատված է։ Տեսնեք, ինչ է սպասում 2026 թվականին ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց անձնական ոլորտում։ Սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Այն ցուլեր, ովքեր որ ամուսնացած են, գիտեն նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա։ Հրեղեն ձիու տարին դուք այդ պրոբլեմներից ձերբազատվելու եք։ Դուք հիմքեր եք ստեղծելու, որ ձեր անձնականը ավելի լավանա, ավելի բարգավաճի։ Ձեր ընտանիքի մեջ լինելու է սեր, լինելու է միություն, լինելու է համաձայնություն։ Այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած չեն, սա և կանանց է վերաբերվում, և տղամարդկանց է վերաբերվում։ Սիրելի ցուլեր, 2026 թվականը ձեզ համար անձնական հիմքեր ստեղծելու ժամանակահատված է։ Ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ կլինի ամուսնություն, որի հետ կլինի համատեղ կյանք, որի հետ կլինի երջանկություն, երջանիկ ապրելու հնարավորություն։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, դե ձեր